Հայաստանը պետք է դիտարկի Կալասի ընտրություններում մոլդովական սցենարի մասին դիտարկումները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ իրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության փոխարեն, լրջորեն կքննարկեի դա, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը եւ հիշեցրել, որ մոլդովական սցենարը ենթադրում էր ամենակոպիտ ընտրակեղծիքներ, քանի որ Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում ստանալով ձայների ընդամենը 44% եւ կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հերոխոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տվյալով Մարկո Ռուբիոն եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին։ Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Աշ-Շարան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Աշ-Շարան ընդգծել է Սիրիայի միասնության կարևորությունը եւ պետական ինքնիշխանությունը ամբողջ երկրում տարածելու անհրաժեշտությունը։ Կողմերը նաեւ վերահաստատել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրությունը, ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակի համակարգման եւ խորհրդակցությունների կարևորությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հասնի Գրենլանդիայի վերաբերյալի նպատակներին, Դանիայի եւ այլ եվրոպական երկրների վրա ճնշումներ գործադրելով։ Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը։ Նրա խոսքով Թրամփը երբեք չի կարողանա հասնել իր նպատակներին ճնշման միջոցով։ Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել, ասել է Ռասմուսենը։ Նա կոչ է արել Թրամփին երկխոսությունը սոցիալական ցանցերից տեղափոխել բանակցությունների սենյակ։